Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Հանրապետության կառավարությունը հաստատել է 2025-28 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը եւ դրանքից միջոցառումների ծրագիրը։ Փաստաթուղթը նպատակ ունի ստեղծել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայր, հիմնվելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ու վերլուծված փորձի վրա։ Նոր ռազմավարությամբ սահմանվել է 6 գերակա ուղղություն, կառավարման եւ որոշումների ընդունման մակարդակներում հավասար մասնակցություն, սոցիալ-տնտեսական ու աշխատանքային հավասարություն, կրթության եւ գիտության ոլորտում գենդերային մոտեցումների կիրառում, առողջապահության ոլորտում հասանելիության եւ որակի ապահովում, գենդերային եւ ընտրական բռնության կանխարգելում, գենդերային բաղադրիչի ներառումը կլիմայական քաղաքականության մեջ։ Ռազմավարության ընդունումը ուղեկցվել է գործադիրի ներկայացուցիչների բուռն քննարկումներով։ Զրուցակիցս կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպության կանանց իրավունքների փորձագետ Աննա Հովհաննիսյանն է, բարև ձեզ Տիկին Հովհաննիսյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ ավելորդ է խոսել, թե ինչ կարևոր է, որպեսզի մենք ունենանք այսպիսի ռազմավարություն, այլ ավելի կարևոր, որ այդ ռազմավարությունը իսկապես հետևողականորեն իրականացվի, հա։ Նախ այս ռազմավարությամբ նախանշված ուղղությունները, գերակայությունները կխնդրեմ գնահատեք, որքանով է այն արտացոլում իրականությունը, որքանով է այն համահունչ մեր միջավայրին, մեր մտածողությանը, մեր պատկերացումներին եւ որքանով այն կարող է լուծել խնդիրներ։ Համեցեք։ Շնորհակալություն շատ այս հարցին անդրադառնալու համար։ Ես նշեմ, որ ռազմավարությունը երևի թե այն եզակի ռազմավարություններից մեկն է, որը մշակվել է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, տարբեր կազմակերպություններ, որոնք հենց համայնքներում ծառայություններ են մատուցում կանանց, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանանց եւ ընտանիքներին անմիջականորեն մասնակցություն են ունեցել այս ռազմավարության մշակման աշխատանքներում։ Եվ մեզ համար սա շատ կարևոր նաեւ ձեռքբերում է ամրագրելու պետության պարտավորությունները գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Եթե անդրադառնամ ձեր հարցին, այո, այն արտացոլում է այն հիմնախնդիրները, այն հիմնական բացերը եւ կարիքները, որոնք թե կառավարությունը, թե առհասարակ հանրությունը պետք է իրականացնի եւ իրականացնենք միասին, որպիսի կարողանանք նաեւ բարելավել կանանց իրավիճակը Հայաստանում եւ հասնել ինչ որ չափով գենդերային հավասարության։ Շատ լավ։ Ես նշեցի, որ գործադիրում ռազմավարության ընդունումը ուղեկցվում է տարատեսակ մեկնաբանություններով։ Մեկնաբանությունները հիմնականում սկսեցին ակտիվանալ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դիտարկումից հետո, թե Հայաստանում չկա գենդերային խտրականություն, այսինքն կանանց իմաստով չկա խտրականություն, օրինակ էր բերում էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ աշխատակազմի 70%-ը կանայք են, ասում էր, որ կանայք ոչ միայն խորհրդատուներ են, ավագ խորհրդատուներ են, այլև վարչություններ, բաժիններ են ղեկավարում, հենց էկոնոմիկայի նախարարության օրինակով ասում էր, որ մենք կարող ենք խոսել Հայաստանում այդ խտրականության բացակայության մասին, դրան հակադարձեց մարդու իրավունքների պաշտպանը, հակադարձեց արտգործնախարարը, հակադարձեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը եւ այլն։ Ես կխնդրեմ նախ անդրադառնալ պարոն Պապոյանին, հա, օրինակ չափելով նույն էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի թվականակը, իհարկե գովելի է, որ կանայք այնտեղ ոչ միայն ներկայացված են, այլև ըստ նախարարի մեծամասնություն են կազմում, սակայն ինչ է հիմք տալիս նախարարին պնդելու, որ Հայաստանում չկա գենդերային խտրականություն, կանանց նկատմամբ սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք։ Անշուշտ իհարկե շատ գովելի է էկոնոմիկայի նախարարության օրինակը, բայց ինչպես այլ նախարարները եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը նշեցին, մենք չենք կարող խոսել միայն մեկ գերատեսչությունով եւ նաեւ չենք կարող խոսել միայն մեկ ոլորտով իրավի եւ առհասարակ էկոնոմիկան այն ոլորտը չի, որտեղ կանայք արձանագրում են շատ մեծ պրոգրես, հա,
թերևս այս ռազմավարությունը նաև ինչով է առանձնահատուկ, որ ինքը համապարփակ ձևով է անդրադառնում տարբեր ոլորտների, հա, ինքը անդրադառնում է քաղաքական մասնակցությանը։ Այո, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ մենք ունենք պրոգրես քվոտաների մասով, բայց դա դեռ բավարար չէ, հա, որպեսզի կանայք մասնակից լինեն որոշումների կայացման մեջ։ Մենք խոսում ենք կրթության ոլորտի մասին, հա, մենք ասում ենք, որ այո, կանայք օրինակ բարձրագույն կրթություն ավելի շատ կանայք են ստանում, քան տղամարդիկ, հա, բայց մենք նորից տեսնում ենք այն կարծրատիպերը, այն խարանը, որ կանայք բախվում են թե կրթական ոլորտում նաև ավելի բարձր պաշտոններ ստանձնելիս, բայց նաև հետագայում աշխատաշուկա մուտք գործելիս, հա, մենք տեսնում ենք այդ դիսբալանսը, որ ավելի շատ աշխատանքային շուկայում այսօր տղամարդիկ են ներկայացված, քան կանայք։ Եթե նորից վերադառնամ էկոնոմիկայի նախարարության իրավիճակին, դա շատ ստանդարտ մի իրավիճակ է, որ ունենք շատ ոլորտներում, հա, մենք տեսնում ենք կանանց հիմնականում ավելի տենց ցածր պաշտոններում, հա, մինչդեռ օրինակ նախարար եւ ավելի որոշում կայացման մակարդակում մենք նորից տեսնում ենք շատ այլ ոլորտներում, ոչ միայն էկոնոմիկայում, որ կանայք ցավոք սրտի այդքան էլ ներկայացված չեն։ Մենք այսօր խոսում ենք շատ տարբեր խտրականության, գենդերային հիմքով խտրականության դրսևորումների մասին, որի դրսևորումներից մեկն է նաև գենդերային բռնությունը կամ նաև գենդերային հիմքով են ասում, հա, բռնությունը։ Մասնավորապես օրինակ ընտանեկան բռնությունը եւս խտրականության դրսևորում է, երբ այո, կնոջը հենց կին լինելու հիմքով են բռնության ենթարկում։ Բերեմ մեկ այլ օրինակ, որը նույնպես այսօր կառավարության նիստում քննարկվեց, հա, դա սեռով պայմանավորված կամ տղայի նախապատվության, փղիության արհեստական ընդհատումներն են։ Մեր երկրում այս մասով բավականին մտահոգիչ է իրավիճակը, երբ ընդհատում են փղիություն, միայն այն հիմքով, որ պտուղը իգական սեռի է եւ ոչ թե արական։ Սա դրսևորումներ են, հա, որոնք պետք է հասցեագրվեն գենդերային խտրականության եւ գենդերային կարծրատիպերի դեմ պայքարով։ Եվ դրսևորումները իրականում շատ են, այսինքն չենք կարող խոսել մի գերատեսչությունում, եթե ունենք 70% կանայք, ուրեմն հաղթահարել ենք այս իրավիճակը, հա, մենք խոսում ենք շատ բազմաթիվ եւ բազմապիսի դրսևորումների մասին, որով եւ այս ռազմավարությունը, եթե իհարկե հուսանք իրականացվի, այն ամբիցիոզ նպատակներով, որը նաև բոլորս միասին մշակել ենք, ապա կարող ենք ասել, որ քիչ թե շատ պրոգրես կարող ենք արձանագրել այս ոլորտում։ Ես կուզենամ եւս մի կարևոր հանգամանք մատնանշել բացասական իմաստով, այսինքն կանանց ներգրավվածության մինիմալ օրինակով խաղաղության գործընթաց։ Կանանց ներգրավվածությունը հասցված է 0-ի այստեղ։ Այո։ Եվ սա այն ոլորտներից մեկն է, այո, որը բացարձակ մենք չունենք փոխնախարարքին, մենք չունենք նախարարքին նաև արտաքին դիվանագիտության մեջ եւ նաև այո խաղաղության եւ այս անվտանգության օրակարգերը դրանք մշտապես դիտարկվում են որպես տղամարդկային ոլորտ եւ տղամարդկանց բանակցային գործընթաց կանայք այս ոլորտում առհասարակ տեղ չունեն, այդ թվում նաև մեր իրականությունն ենք երբ նայում։ Այո, եւ սա օրինակ խնդիր է ոչ թե զուտ հասարակական մակարդակում, հա, սա հենց պետական մակարդակում արկա օրինակ խնդիր է, որովհետեւ եթե ելնելով պարզ վիճակագրությունից մենք գալիս ենք նրան, որ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, մեր հանրապետությունում բարձրագույն կրթություն է ստանում թվով ավելի շատ կին, քան տղամարդ եւ այլն, այս մարդկանց ներուժը չի օգտագործվում պարզապես։ Այսինքն մենք մոտենում ենք զուտ սեռով պայմանավորված, այլ ոչ թե այլ կարևոր հանգամանքներով, հա, այս հարցերին։ Ու նկատի ունեմ նույն պետական կառավարման մակարդակում ինքնին կա այս խնդիրը եւ հենց պետական կառավարման համակարգը պետք է օրինակ լինի կամ առաջին հերթին այնտեղից նաեւ պետք է սկսել, չէ՞, այդ կարծրատիպերի չեզոքացումը, այդ ներուժի օգտագործումը։ Հա, ազգային ժողովը քիչ թե շատ 1000 ու մի օրենք ընդունեցին, օրենքի պահանջ դառավ որոշակի քվոտաների անհրաժեշտությունը եւ այլն կանանց ներկայացվածության մասով, բայց
բայց այստեղ անգամ նույն գործադիրի մակարդակում էլի, ասենք պարզապես ներուժի խնդիր ունենք մենք։ Միանշանակ, եթե նորից խոսենք այդ կանայք խաղաղության եւ դիվանագիտության մեջ նաև հետազոտություններ կան, որ փաստում են, որ կանանց մասնակցությունը էականորեն փոխում է այդ գործընթացները, հաշվի առնելով նաև կանանց ավելի գլոբալ մարդկային անվտանգության հարցերի օրակարգում ներառելու գաղափարը, հա, այստեղ չենք խոսում ռազմական, միլիտարիստական գաղափարների մասին, բայց կանայք են հենց այն ագենտները, որոնք մղում են հենց այս թեմաները, հա, օրինակ գերիների հարցը, օրինակ անվտանգության հարցը ավելի լայն իմաստով, մասնավորապես օրինակ հումանիտար անվտանգության վերաբերյալ եւ այլ շատ հարցեր։ Եվ այո, այսօր մեր իրականություն, եթե վերադառնանք հա տեսական դաշտից, ապա տեսնում ենք, որ այո, բանակցային գործընթացում մենք չունենք ոչ մի կին։ Թերևս որոշակի պրոգրես ունենք գործադիր մարմնում, չենք կարող ոնց որ արդարացիորեն չնշել դա, որ վերջին ամիսներին տեսանք հատկապես ուժային կառույցներում կին ղեկավարների, այսինքն կին որոշում կայացնողների նշանակում, բայց միանշանակ այո, մենք ունենք այդ խնդիրը, մենք ունենք կարծրատիպերի մակարդակով, հա, որ տեսնում ենք նաև, որ կին քաղաքական գործիչները շատ ավելի մեծ քննադատության են ենթարկվում ոչ թե հենց իրենց գործունեության պատճառով, այլ հենց կին լինելու պատճառով եւ շատ հաճախ թիրախավորվում է օրինակ իրենց ընտանիքը կամ ավելի այսպես ասած ավանդական դերերը, հա, որ մենք ունենք հասարակությունում եւ որոնք վերագրում են կնոջը, հա, որ կնոջ տեղը օրինակ խոհանոցում է, գազօջախի առաջ եւ ոչ թե օրինակ ազգային ժողովում կամ կառավարության ամբիոնում։ Եվ այս ամեն ինչը իսկապես շատ կարեւոր է նախ նույնականացնել եւ նաեւ այս ամեն ինչի դեմ պայքարել փոքր տարիքից եւ նաեւ այն դրական օրինակներով, այո, ինչպես դուք նշեցիք, որ գործադիրը օրինակ հենց իր օրինակով պետք է այն փոքր աղջկան, ով որ դպրոցական դասագրքի առաջ կարդում է կնոջ մասին, նաև տեսնի, հա, որ դա անհաս երազանք չի իր համար, մի օր լինել օրինակ քաղաքական գործիչ։ Ու այս ամեն ինչը փոխկապակցված է իրականում կանանց բռնությունը, կանանց առողջապահական ծառայությունների, մասնավորապես վերարտադրողական իրավունքների հասանելիությունը, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, այս ամենը փոխկապակցված են իրար հետ։ Մենք չենք կարող խոսել մի ոլորտի մասին, անտեսելով մնացած բոլոր ոլորտներում կանանց նկատմամբ խտրականությունը։ Այո, եւ մասնավորապես հենց այդ վերարտադրողական հարցերը, որ նշեցիք, բավականին սուր արտահայտված են, հա, օրինակ մասնավորապես առավել սուր են արտահայտված Երևանից դուրս համայնքներում, որտեղ արժանապատիվ հասանելի եւ որակյալ բժշկական օգնությունը կամ վերարտադրողական ծառայությունները կենտրոնացած են ինչ-որ հատվածներում, որտեղ հազար մի խնդիր է, հա, այդ ծառայություններին հասանելիություն ունենալը, իհարկե սա շատ ավելի լայն եւ ընդգրկուն թեմա է, գուցե նաեւ առանձին բոլորովին։ Եվ կխնդրեմ անդրադառնալ արդարադատության նախարար Տիկին Գալյանի ասացին, որ շատ շուտով մշակում են եւ կներկայացնեն նախաձեռնություն օրենսդրական, որը նաեւ նա թվեց տարբեր, այսպես ասած, խոցելի խմբերի, որոնք նոր օրենսդրական մակարդակով, հա, այս խտրականություն, խարան եւ այլն պաշտպանվածության ավելի մեծ մակարդակ են ապահովելու։ Միանշանակ շատ գովելի է մեր կազմակերպությունը կանանց ռեսուրսային կենտրոնը եւ մի շարք այլ կազմակերպություններ երկար տարիներ բարձրաձայնում եւ պայքարում են հենց համապարփակ օրենսդրություն ունենալու մասին, իրավահավասարություն ապահովող համապարփակ օրենսդրություն ունենալու մասին եւ ռազմավարությունը իրականում այո կարեւոր պայման է, բայց չմոռանանք նաեւ օրենսդրության անհրաժեշտությունը։ Տիկին Գալյանը չնշեց այդ մասին, բայց հուսով ենք, որ ռազմավարությանը կնախորդի անպայման իրավական հիմքերը եւ ազգային ժողովի կողմից ի վերջո այդ օրենքի ընդունումը, որը այո կպաշտպանի խտրականության տարբեր հիմքերի դրսևորումները եւ խտրականության ենթարկվածներին այդ երևույթից։ Եվ այո, ռազմավարությունը եւս մեկ քայլ առաջ է, որ մենք ավելի պրակտիկ եւ գործուն քայլեր ունենանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խոցելի խմբերին եւ առհասարակ խտրականության ենթարկված անձանց ավելի մեկ քայլ առաջ, ավելի համապարփակ եւ արժանապատիվ
պաշտպանական մեխանիզմներ եւ ծառայություններ եւ աջակցություն առհասարակ մատուցելու մասով։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպության կանանց իրավունքների փորձագետ Աննա Հովհաննիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։